The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Գնացինք Էդգար, այսօր եկել ենք, տես ինչ սիրուն ծնողներ կան, ստեղ բարև ձեզ Էլեն ջան, ոնց եք, կարող ենք մտնել Սոնայի մոտ։ Ողջույն Սոնա, հյուրեր ընդունում ես, բարև ձեզ։ Ինչպես եք, լավ եք։ Դուք ոնց եք։ Լավ եմ, շնորհակալություն։ Եկել ենք քո դպրոցը նկարենք, ուզում ենք մեզ պատմես քո դպրոցի մասին։ Նախ ինձ ասա, ինչպես ես օրդ սկսում։ Ոյ։ Ժամը քանիսին ես սկսում օրդ։ Առավոտ մոտավորապես ժամը 8-ին։ Շաբաթվա մի քանի օրը սկսվում է մեր շունիկին ման տալով։ Այդ քո վրա է ձեր տանը։ Մի քանի օրը, հա, ես շատ եմ սիրում զբոսնել առավոտները, տենց հաճույքով շունիկից զբոսնում ենք։ Շատ լավ է։ Սոնա, ուզում եմ մեզ ցույց տաս քո դպրոցը։ Մի քիչ շրջենք քո դպրոցում։ Տեսնենք ինչ ունեք, ինչ չունեք, մեզ մի քիչ պատմես քո դպրոցի մասին։ Գիտեմ, որ ինքը քեզ համար երկրորդ տան պես է։ Կասես, այս պահին որտեղ ենք գտնվում։ Հիմա մենք գտնվում ենք, սա իմ աշխատասենյակներ, տեսակ շատ ժամեր այնտեղ եմ անցկացնում, օրվաս մեծ մասը։ Այնտեղ եմ, սա մեր դահլիճն է, այստեղ մենք անցկացնում ենք մեր տարեկան համերգները, տարեկան երևի 3-4 անգամ այդպես համերգներ ենք ունենում եւ դահլիճը շատ ձևափոխվում է ամեն սեզոնի հետ կապված։ Շրջենք ձեր դպրոցով։ Մենք տեսանք, որ արդեն շատ ծնողներ կան։ Այո, մեր ծնողները բոլորը սպասում են իրենց բալիկներին։ Այո, երեխաները դասի են։ Սոնա, քանի տարի է բնակվում ես Ամերիկայում։ Ոյ, ես 15։ Օ, 15 տարի։ Նախքան Ամերիկա գալը Հայաստանում Սոնան ինչով էր զբաղված։ Մեզ համ ցույց տուր, համ պատասխանիր հարցերին։ Ինչով է զբաղված։ Ես աշխատել եմ հանրային ռադիոյում։ Ահա։ Աշխատել եմ մանկական ֆիլհարմոնիայում եւ այդ ժամանակ երեխաներս դեռ փոքր էին։ Քիչ եմ աշխատել, սենց ավելի թեթև, ավելի շատ ժամանակ երեխաներիս հետ եմ անցկացրել։ Այդպես հետո արդեն տեղափոխվեցի այստեղ եւ այստեղ ավելի գործունեությունս ակտիվացավ։ Ինչ մասնագիտություն ունես, Սոնա։ Դաշնակար եմ։ Դաշնակար։ Այնտեղ դասավանդել ես դաշնամուր։ Այդքան չէ, քիչ ավելի։ Ավելի քիչ։ Այստեղ ավելի հմտաց է, հա, այստեղ ավելի շատ սկսեցի դաս տալ։ Երբ տեղափոխվեցիր Ամերիկա, հիշում ես այդ ապրումներդ, թե ինչով պիտի զբաղվես, ինչ պիտի անես, ինչով էիր զբաղվում սկզբնական շրջանում։ Գիտեմ, որ հետո ես հիմնադրել դպրոցը։ Սկզբնական շրջանում փորձեցի հեռուստատեսություն շատ կարճ, որտեղ քույրիկս աշխատում էր հեռուստատեսությունում, ճանաչված հաղորդավարուհի էր, բայց շատ կարճ էր, որտեղ հասկացա, որ այդքան իմս չի, ինձ դժվար է կամերա հետ աշխատել եւ այլն, եւ ավելի խորացա իմ մասնագիտության մեջ։ Մեզ ցույց կտաս, ջութակի ձայն եմ լսում, ջութակը իմ սիրած գործիքներից մեկն է։ Մի փոքր խանգարենք, բայց ոչինչ։ Ներողություն, կարելի է մի պահ ցեզ ընդհատել։ Բարև ձեզ։ Ձեր անունը կասեք։ Ալիսա։ Ալիսան այստեղ դասավանդում է։ Այո։ Քանի տարի է դասավանդում։ 2 տարի։ Մոտ 2 տարի։ Մինչև այստեղ գալը ուրիշտեղ դասավանդել եք։ Այո, երկար տարիներ աշխատել եմ Երևանում, դպրոցներում, հանդես եմ եկել որպես առանձին ջութակահար եւ այդպես ճանապարհը եւ ճակատագիրը բերեց հասցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի այստեղի բալիկներին էլ փորձենք սովորեցնել արդեն պրոֆեսիոնալ երաժշտությանը մոտեցնել, ծանոթացնել երաժշտական մեծ աշխարհին։ Մի հատ ավանդական, կամ ոչ ավանդական հարց։ Սոնայից գոհ եք, որպես տնօրեն։ Սոնային ես որպես ընտանիքի անդամ եմ վերաբերում, որովհետև այս հաստատությունը իմ համար ընտանիք է, ու ես յենել եմ ասել, շատ շնորհակալ եմ, որ ինձ վստահեց եւ ընդունեց այս մեծ լավ ընտանիքը։ Երբ եւ որ պահին որոշեցիր, որ դու պետք է դպրոց ունենաս։ Այդ պատմությունը մի քիչ նախա պատմություն ունի։ Պատմիր, մենք ժամանակ ունենք։ Համ ցույց տուր, համ պատմիր։ Տարիներ առաջ, Hi, how are you?
Դեռ 90-ականների վերջներ մի օր հավաքված էինք ընտանիքով, չէ, ընկերներով եւ այդպես խոսում էինք, մի քիչ էս կողմ գնանք, բան չանենք, ով ինչ կաներ, եթե ունենար $1 միլիոն, տենց ուղղակի խոսում էինք եւ ես առաջին ինչ մտքիս եկավ, ասեցի ես Լոս Անջելեսում կհիմնեի երաժշտական դպրոց։ Եվ անգամ հիշում եմ ընկերներից մեկը ասեց, բայց ինչի հենց Լոս Անջելեսում։ Ես էլ ասացի դե այդ ժամանակ քույրս ոնց որ արդեն պլանավորված էր, որ նպատակ ունեին տեղափոխվելու, ասեցի դե քույրիկիս մոտ կլինեմ։ Այդպես ուղղակի ասեցի։ Ու անցավ մոտ 15 տարի, ու փաստորեն դա իրականություն դարձավ։ Բայց այդ որոշումը իհարկե մեկ օրվա որոշում չէր եւ մի շաբաթվա որոշում չէր, այսինքն երկար ժամանակ տևեց, մինչեւ այդ որոշումը հասունացավ։ Անցեք, ամենցեք։ Ճանապարհ տանք ձեզ։ Խնդիր չկա։ Բայց երբ որ որոշումը կայացվեց, շատ արդեն հանգիստ էի, որ դա պիտի լինի ու այնց շատ բնական գնաց ամեն ինչ։ Սոնա, ես գիտեմ, դա ոչ միայն ես, բոլորս գիտենք, որ երաժշտական դպրոց ունենալը այդքան էլ էժան հաճույք չէ։ Ես հասկանում եմ դա։ Առաջինը այս մասնաշենքը հենց մի անգամից Չէ, սա եկել։ մեր երկրորդ մասնաշենքն է։ Առաջին շենքը որտեղ է։ Առաջին շենքը, որը նաև հիմա գործում է, մենք ունենք 2 մասնաճյուղ, Ահա։ այստեղից 5 րոպեվա ճանապարհ է, եւ մեր մի մասը գործիքները այնտեղ է գործում, դա հարվածային գործիքներն են, դհոլի դասարանն է, ավելի գործիքներ են, որոնք բարձր են, մի քիչ տարանջատել են ըստ ձայնային բաղով, որ մեկը մյուսին չխանգարի։ Մեր դպրոցը սկսվեց այնտեղ։ Եվ սկզբում դա 3 սենյակ էր ընդամենը, 3 դասասենյակ էր եւ կար մեկ գործող դասատու, որը ես էի։ Այսինքն շատ կամաց-կամաց է զարգացել դպրոցը, ես ոնց որ աշխատում եմ շաբաթական 6 օր, 7-8 ժամ, անգամ հիշում եմ մի շրջան կար շաբաթ օրերը իմ աշխատանքային օրը սկսում էր 7:45, առաջին ուսանողը որ գալիս էր դա 7:45, հաջորդը 8:30, ինա դեռ ամբողջ օրը, այսպես ասած ես աշխատում էի, որպեսզի վարձս փակեմ, հետո քիչ-քիչ, sense մի բան հավաքում էի, մի գործիք էի առնում, հետո մի դասատու արդեն եկավ, հետո երկրորդը եկավ, հետո դասարանի քանակը շատացավ, դարձանք 4 դասարան, հետո 9 դասարան, հետո էլ ավելի դպրոցը մեծացավ եւ ի վերջո 2 մասնաճյուղ Ունենք այն ինչ ունենք։ Ունենք այն ինչ ունենք։ Սոնա, քանի որ դասատուներից խոսքը գնաց, ինչ սկզբունքով ես ընտրում քո դասատուներին։ Իհարկե առաջին նախապայմանը կրթությունն է, որ նա լինի լավ մասնակետ։ Երկրորդը երևի sense ինտուիտիվ ինձ մոտ ինչ որ մի բան կա, որովհետեւ մի հատ հրաշալի կազմ է հավաքված դպրոցում, համ արտակարգ ուժեղ մասնագետներ են, իրանց բնակավարներում, համ շատ լավ մարդ են։ Շատ սիրում են երեխեքին։ Ու այդ առումով իրոք կազմը փայլուն է։ Գնանք հաջորդ դասարաններում տեսնենք ինչ է կատարվում։ Ինչ շատ հետաքրքիր է, ես սիրում եմ։ Այստեղ մեզ մոտ Ես սիրում եմ դասերը խանգարել։ Փոքր ժամանակ նաև փախնում էի դասից։ Օ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մի քիչ խանգարել։ Ձեր անունը ասեք։ Տաթևիկ Հարությունյան։ Տաթևիկը այստեղ դասավանդում է։ Դաշնամուր, ինչպես տեսնում եք, այո։ Քանի տարի է այստեղ եք աշխատում։ Ոչ այդքան երկար, բայց տպավորությունը որ կարծես մի ամբողջ կյանք։ Մինչև այստեղ գալը երեխաների հետ աշխատելու էլի փորձ կար։ Իհարկե, մոտ 8 տարուց ավել։ Մոտ 8 տարուց ավել։ Եվ ավանդական եւ ոչ ավանդական հարց, Սոնայից գոհ եք, թե դժգոհ եք։ Ոնց կարելի է Սոնայից դժգոհ լինել։ Նայեք իր լուսավոր ժպիտի։ Ես անկեղծ չդասած հարցեր են տալու։ Ինչ լավ։ Եվ եթե ես պատասխանեցի, որ 1 տարի է գրեթե, բայց դա այնպիսի տպավորություն է, որ մի ամբողջ կյանք էստեղ եմ անցկացրել եւ բացարձակ խորտ չեմ զգացել, դա միայն եւ միմիայն Սոնայի բնականաբար վերաբերմունքն է եւ շնորհիվ է, այո։ Ձեր կարծիքով այստեղ ինչ որ բան կա, պակաս, որ դուք որպես ուսուցիչ կամ որպես մասնագետ կլրացնեիք։ Դպրոցի ինչ ունի պակաս ձեր կարծիքով։ Դպրոցը պակաս ոչինչ չունի, որովհետեւ այդ մասին դրա համար է։ բացարձակ երեխան է այստեղ, երեխան է այստեղ դրա համար եմ ասում, որովհետեւ թե ինչ դեմքով են մտրում մեր երեխաները դպրոց, թե ինչ հաճույքով են ի զարմանս ինձ իհարկե նրանք շարունակում եւ գալիս դաշնամուրի եւ ոչ միայն բազմաթիվ այլ գործիքներ ուսումնասիրում եւ սովորում, իմ կարծիքով այդպիսի դպրոցը չի կարող ուղղակի բաց կետեր ունենալ։
որովհետև երեխաների երջանիկ ժպիտները եւ իրենց դասատուների հետ ամեն վարքյան կախառնվելը եւ ընկերներ լինելը դա իմ կարծիքով ամենամեծագույն արժեքն է, ինչ ուսուցիչը կարող է տալ իր աշակերտին։ Սոնա, այս ինչ լավ դասատուներ ունես։ Իրոք։ Լավ, ձեր դասը չխանգարենք, շնորհակալություն ձեզ։ Գնանք շարունակենք, տեսնենք, էլ ինչ կարող ենք։ Հասանք մեր սա մեր ընդմիջման տեղն է, դասատուների հետ բրեյք։ Օ, ես սիրում եմ, կարող է հետո վերջում մեզ սուրճ էլ հյուրասիրեք։ Էդգար, այսօր էլ ենք սուրճ խմելու։ Այստեղ մենք մի փոքր շունչ ենք քաշում, սուրճ ենք խմում, թարմանում ենք եւ Անցնում ենք առաջ։ անցնում ենք Լավ, այդ հետո վերջում կգանք, մենք սուրճը առանձին կխմենք կադրից դուրս արդեն։ Շարունակենք։ Շարունակենք, այստեղ մեզ մոտելի դասեր են հիմա անանց մեջ։ Սոնա, կասես, ինչ դժվարություն, կարծում եմ եղել են, ինչ դժվարությունների հանդիպեցիր դպրոցը բացելու ժամանակ եւ ինչպես հաղթահարեցիր։ Ես կարծում եմ դու նաև հոգեբանական ինչ որ անկումներ ես ունեցել, եղել են չէ օրեր, որ մտածել ես, բա ինձ պետք էր, որ ես անեի։ Ամեն ինչ լինում է, դժվար պահեր լինում են, երբ որ պայտակ ընկճվում ես, բայց հետո որ հիշում ես ինչքան լավ տաղանդավոր երեխաներ կան, ինչքան լավ ծնողական կազմ կա, դասատուները, ընտանիքը, ամեն ինչ հիշում ես եւ կարծես բալանսի ես գալի եւ մտածում ես որ ամեն ինչ հաղթահարելի է։ Իրականում իրոք ամեն ինչ հաղթահարելի է, այնպես որ այդ շրջանները եղել են անշուշտ, բայց Փառք Աստծո մենք նորմալ։ Մենք արդեն զրուցեցինք երկու ուսուցչուհու հետ ու իրենց հետ զրույցի ժամանակ ես այսպիսի մի բան ֆիքսեցի, որ այն երեխաներ, ես այստեղ էլի եմ եկել, մեր դիտողներին ասենք, որ ես առաջին անգամ չէ որ այստեղ եմ ու ամենակարևոր բանը որ նկատել եմ, որ երեխաները երբ որ գալիս են այստեղ չեն ուզում գնալ։ Ուզում են մնալ։ Չեն ուզում գնալ։ Այն երեխաները որ գալիս են այստեղ, այլևս չեն գնում այստեղից։ Կասես ինձ, ինչու՞մն է գաղտնիքը քո կարծիքով։ Համ գնանք շարունակենք, համ պատասխանես։ Ինձ թվում է դա զուտ ջերմության հարց է, ջերմության, տաքության եւ ուշադրության։ Երեխեք շատ զգայուն են, իրանց չես կարող խաբես, եթե դու լինես սառը եւ երեխեքը հետ կքաշվեն։ Կարծում եմ հենց ջերմության եւ ուշադրության եւ նես չէ որ մի հենց կոնկրետ այդ երեխայի դասատունա միայն մենք ընդհանուր այդ թիմային պահը մեզ մոտ շատ պինդ է ու դա շատ կարեւոր է ինձ համար չկա ոնց որ ես կամ մենք եւ երեխան կարծես որ մտնում է ընտանիք մտնի բոլորս մեր ուշադրությունը կա աչքներս երեխեքի վրա է այդ ինձ թվում է կարեւորագույն պահը դա է Եվ նաև դասի ընթացքն է իհարկե, որ դասատուները խստապահանջ են, պահանջկոտ են, բայց նաև շատ ընկերասեր են, երեխեքի հետ փորձում են հենց իրանց լեզվով խոսել եւ կարծես թե ամեն ինչ դրա համար լավ է ստացվում։ Թեման շարունակելով երեխաների հետ աշխատանքը այդքան էլ հեշտ աշխատանք չի, շատ պատասխանատու աշխատանք է։ Երեխաների հետ աշխատելիս ամենակարևորը ինչով է առաջնորդվում։ Գիտեք, կարևորը նա է, որ երեխան սեր արտնացնես երեխայի մեջ, հիմնական դա այդ կարևորագույն ֆունկցիան է դա դասատուի, որ երեխան սիրի դասատուին գործիքը, երաժշտությունը, այդ աշխարհը բացես երեխայի համար։ Հա։ Ամենակարևոր պահը դա է։ Գնանք հաջորդ դասարանը, տեսնենք ինչ կա։ Այստեղ մոտ կարծեմ ձայնագրությունն է, մի պահ երևի։ Բացենք, հա։ Բարև ձեզ։ Օ, ձայնագրությունն է, լավ, չխանգարենք ձեզ։ Դուք ունեք նաև ձայնագրման սենյակ, հա? Այո, այդտեղ երեխաները մեր վոկալի ձայնագրվում են, հաճախ մենք ձայնագրություններ ենք անում, տեսալոկ ընդհանրապես շատ տարբեր պրոջեկտների վրա մենք աշխատում ենք։ Այստեղ մենակ ձեր երեխաները կարող են ձայնագրվել։ Առայժմս այդպես է եղել։ Ահա։ Ունենք երկու ձայնագրման, այսինքն այստեղ եւ այն մյուս մասնաճյուղում էլ ունենք դհոլի ձայնագրման ստուդիա, որտեղ դհոլի երեխաներն են։ Մի օր էլ ձեզ կհրավիրենք այն մյուս մասնաճյուղ, համեցեք, այնտեղ է շատ հետաքրքիր։ Բայց մի քիչ ուզում եմ մանրամասն, տեսնենք այս սենյակում ինչ կա, հետո այդ դպրոցի մասին մի քիչ մանրամասն եմ ուզում խոսենք։ Բարև ձեզ։ Ոչինչ որ մենք ձեզ մի պահ խանգարենք։ Բարև ձեզ, ոչինչ որ ձեր դասը խանգարենք։ Իհարկե։ Կարելի է ձեզ։ Իհարկե ոչ։ Էս ինչ դասավները շատ լուրջ են մոտ են։ Արի նորով։
Անունդ կասես։ Արամ Արամ, քանի տարեկան ես։ 8 Քանի տարի է հաճախում ես այս դպրոց։ 1.5 կամ 2 Հա։ Քո դասատուի անունը կասես։ Տիգրան Տիգրանից գոհ ես։ շատ Իսկ Սոնայից։ այո Հա, սիրով ես գալիս տեղ։ շատ Եկել եմ քեզ համոզեմ տանեմ ուրիշ դպրոց, կգաս իմ հետ։ չէ Լավ, շնորհակալություն ձեզ։ Մենք դες մոտ հյուր են գալիս, կաներեք որ ընդհատում ենք։ Բարև ձեզ։ Եկել ենք ձեր դաս։ Օ, կանոն։ Սոնա, ես չգիտեի, որ ձեր մոտ կանոն են դասավանդում։ Մեր ամենահին հայկական գործիքը։ Կասեք ձեր անունը։ Անահիտ։ Անահիտ ջան, ինչքան ժամանակ է դասավանդում եք այստեղ։ Մոտավորապես 4.5 տարի։ 4.5 տարի։ Քանի աշակերտ ունեք։ 18։ Էս ինչ լավ ցուցանիշ է, շատ լավ ցուցանիշ է։ 18 աշակերտ ինձ թվում։ Օ, կարելի է ձեր փոքրիկին մի երկու հարց տամ։ Ուզում եմ քեզ գիտես ինչ հարցնեմ։ Ուզում եմ հարցնեմ անունդ նախ։ Էմիլիա Էմիլիա ջան, խես ընտրել կանոնը։ որովհետև մի օր դաշնամուրի էի մամաս ասեց մամաս մի օր ասեց ինչի ես ուզում կանոն գնաս ես էլ ասեցի որովհետև ես հայ եմ ուզում եմ հայ գործիք անեմ ու տենց էլ տարեց Այդպես էլ որոշեցիր գաս այստեղ։ Ինչքան ժամանակ է գալիս ես այստեղ։ կարծում եմ մի տարի ու էսի մյուս տարին Հա, մյուս տարի կլինի 2 տարի է գալիս ես։ Ասեցիր քանի տարեկան ես։ 7 7 տարեկան։ Ես շատ ուրախ եմ, որ դու ընտրել ես կանոնը։ Կանոնը մեր ժողովրդական հին գործիքներից է։ Հիմա շատ երեխաներ չեն ընտրում կանոնը։ Չգիտեմ պատճառը որն է։ Ես մեծ եմ, բայց քո այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ես շատ ուրախ եմ, որ դու ընտրել ես կանոնը։ Ես քեզ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Գոհ ես քո դասատուից։ Իսկ Սոնայից գոհ ես։ այո Դե լավ է, չենք խանգարում, քեզ գնացինք։ Շնորհակալություն, տեսություն ձեզ։ Սոնա, քանի որ խոսքը գնաց ժողովրդական գործիքներից, միանգամից անցում կատարենք, ես գիտեմ, որ դուք ունեք նաև դհոլի դասարան, որը այստեղ չի։ Հա, Մյուս մասնաճյուղում։ Ինչ կասեք, շատ երեխաներ են հաճախում։ Ոյ, քանակը չեմ հիշում, ստույգ մոտ 40 երեխա ունենք դհոլի, հա։ Անդադ ընդունելությունը կա, կոնկրետիվը չեմ հիշում, բայց հա դհոլը շատ ակտիվ է եւ շատ շատ սիրած դասարանից է, որտեղ մենք այն դասարանը, որտեղ մենք ամեն տեղ ներկայանում ենք, նաև կանոնով շատ տեղի ներկայանում ենք, ներկայացնում ենք հայ մշակույթ եւ պարտանում ենք շատ։ Սոնա, ինձ կասես ինչ դասարաններ ունեք։ Դե արդեն տեսանք, ջութակը գիտենք կա, դաշնամուրը կա, գիտարը, կանոնը, էլ ինչ դասարաններ ունեք։ Ինչ կարող են սովորել երեխաները ձեր մոտ։ Դե վոկալային շատ, վոկալը շատ զարգացած է մեզ մոտ, նաև ունենք ժողովրդական երգեցողություն, երգչախումբ, ունենք օրկեստրա, ոնց որ բենդ, գործիքային բենդ ունենք կլարնետ, ուզում եմ բան չմոռանամ, գիտարները, ջութակները, Հարցնում հուսով եմ բան չեմ մոռացել։ Դուդուկի դասարանը, հա։ Ուղղակի գիտեք հետաքրքիր ինչ որ մեզ մոտ ամեն օր տարբեր է։ Ես դրա համար մտածում եմ որ դուք ասեցիք ուրբաթ, ասում եք տեսնես այդ օրը մենք ինչ դասարան։ Օրինակ դուդուկը բան մեզ մոտ վաղն է, շաբաթ օրն է, ու ամեն օր մեր դպրոցը կարծես ձևա կերպարանա փոխում, որտեղ տարբեր դասատուներ են, տարբեր դասերը եւ տենց շատ հետաքրքիր է անցնում ընդհանրապես։ Հա, հասկացա։ Տարիքային սահմանափակում կա ձեր մոտ։ Չէ, մենք ունենք մեծեր, ունենք շատ փոքրիկներ, ունենք 4-5 տարեկան եւ ունենք նաեւ մեծահասակ պապաներ ունենք, որոնք գալիս են դհոլի, հա։ Ես գիտեի մենակ երեխաներ են հաճախում ձեր դպրոց։ Չէ, մեծեր էլ ունենք, որոնք գալիս են եւ կանոնի, երկու հատ մամա ունենք, որոնք գալիս են կանոնի։ Հայ, здравствуй, Платон։ Եվ ունենք նաեւ մեծ պապաներ, որոնք գալիս են
դհոլի, այնց որ նորմալ է։ Այսինքն մեծահասակներն էլ են հաճախում ձեր մոտ։ Իհարկե, համեցեք։ Սոնա, դու որպես երկար տարիների ուսուցիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող Հա, լսում եմ։ ապրող հայ, քո կարծիքով մեր համայնքում ինչ պակաս տեղեր ունենք մենք ուսուցման հետ կապված, ինչ կա որ պակասում է ու չունենք մենք։ Օ, ճանապարհանք երեխային։ Գիտեք, Ուսուցման ոլորտում ինչ բաց թողումներ ունենք։ ուսուցման ոլորտում, գիտեք, շատ կուզեի որ ավելի շատ ընդհանուր համայնքային փառատոններ լիներ, չնայած բավականին ակտիվացել այս վերջի 2 տարին։ Ահա։ Ահագին ընդհանուր բաները շատացել է, եւ մենք շատ ակտիվ մասնակցում ենք, հատկապես ապրիլ ամիսը, որը հայկական մշակույթի ամիսն է, եթե գիտեք։ Մենք անցած ապրիլին երևի մի օր կար, մենք 2 տեղ հրավեր ունեինք, առավոտյան գնում էինք, օրինակ Hoover High School, չգիտեմ, դու գնում ենք Public Library in Los Angeles-ի, շատ ակտիվ էր եւ մենք զգացինք, որ դա իրոք այդ պահը ակտիվացել է շատ։ Առիթները, որտեղ այդ հարթակը, որտեղ երեխաները կարող են բեմ դուրս գալ, ելույթ ունենան եւ ցույց տան հայ մշակույթ։ Այնպես որ այդ process-ը կա եւ ես շատ ուրախ եմ, որ կա։ Այսինքն համայնքում փառատոնները, մշակութային միջոցառումներ նվիրված հայ մշակույթին, մենք ինքներս մեր կողմից, ես միշտ մտածում եմ առաջերտին իմ համար պատասխանատու լինեմ, ես ինչ եմ անում, եւ ես այլ ամեն տարի էլ ավելի մտածում եմ ինչ նոր մի բան կարելի անել, այլ ինչ ոնց կարելի անել, որ նորություն լինի, այլ ավելի ակտիվություն լինի, եւ հնարավորինս շատացնում ենք այդ ամեն ինչը, նաեւ ընդհանուր համայնքում շատանա, այնպես որ շատ ուրախ եմ։ Գնանք նստենք ու անցնենք մեր այստեղ համ ծնողներն են նստում, սպասում երեխաներին, համ մենք երբեմն նստում ենք ուղակի օդ ենք շնչում, հա։ Շատ գեղեցիկ է։ Նստենք ու անցնենք մեր բլից հարցերին։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Առավոտյան։ Ինչը կարող է քեզ հունից հանել։ Ոյ, դա շատ հազվադեպ է լինում, կարճ պետք է պատասխանել։ Կարող եք մի քիչ էլ երկար, ոչ։ Շատ հազվադեպ է լինում, ես ընդհանրապես համբերատար մարդ եմ։ Ծով համբերություն։ Ժամադրությունից ուշացողն ես, թե ժամանակին եկողը։ Չէ, ժամանակին։ Ես որ գնում էի դասի, իմ դասատուն ասում էր, ես քեզանով մեր ժամացույցները տան ստուգում եմ, կանչում էր տուն, հա, ես այդ կարգի ստույգ պունկտուալ շատ, հա։ Բնավորությանդ գծերից որից կուզեիր ազատվեիր։ Ոյ, որից կուզեի ազատվել։ Շատ եմ մտածում, կարելի է մի քիչ մտածել։ Շատ ես ծանրում թեթևանում։ Շատ եմ մտածում, հա, մեկ մտածում պետք չի շատ մտածել, թեթև ավելի։ Մարդու մեջ ինչն ես կարևորում։ Մարդու մեջ կարևորում եմ ազնվությունը, հավատարմությունը, անկեղծությունը, պարզ լինելը, չեմ սիրում, երբ որ մարդ միտեղ մի ձև, մյուստեղ մի ձև, դա Քո դասատուն։ Բնական վիճակ։ Քո դասատուներից ու երեխաներից արդեն հասկացանք, որ բոլորը քեզ շատ են սիրում ու քեզանից գոհ են։ Բայց հիմա ինձ ասա, խիստ տնորեն ես։ Քո կարծիքով։ Կարծիքով չափի մեջ այո։ Մի քիչ բլիցի մեջ հարց մտցնեմ։ Ինչ ես կարծում, այդ խստությունը պարտադիր է, երբ դու տնորեն ես։ Գիտեք, չէ իհարկե, ես չէի ասի տենց, որ դա պարտադիր հատկանիշ է տնօրենի, ուղղակի ձգություն կա, այսպես ասեմ, որտեղ դասատուներն գիտեն ու իրանք անում են ամեն ինչ, որպեսզի սպասելիքները արդարանա։ Ահա։ Բայց դա, գիտեք, ոչ թե խստության պահ է, դա այդ սխալ բառ է, դա ավելի մեզ մոտ շատ լավ հարաբերություններ է դասատուների հետ եւ ես գիտեմ, որ ուղղակի որպեսզի ես չտխրեմ կամ ես գոհ լինեմ, իրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Առանց ինչի տնից դուրս չես գա։ Հեռախոս։ Որ հեռախոսս մեկ եղել եմ մոռացել եմ, սենց շուտ քշել եմ հետ, որ Այն մարդկանցից ես, որ առավոտյան հենց աչքերը բացում են, հեռախոսն են վերցնում։
Ճիշտն ասած, հա, կուզեի այդպես չլներ, գիտեմ սխալ է, բայց առաջինը ստուգում եմ email-ները, հաղորդագրությունները։ Առօրյայում շպար, թե առանց շպար։ Առօրյայում առանց շպար։ Առանց շպար։ Քո աշխատասենյակում ամենաթանկ նվերը, դա պարտադիր չի որ լինի թանկարժեք։ Քեզ համար ամենաթանկ նվերը քո աշխատասենյակում։ Այնտեղ հիմնական բոլորը նվերներ են։ Ահա։ Իմ կողքս շարված եւ բոլորը ընտանիքի անդամներից կան նաեւ ծնողներից։ Չեմ կարող առանձնահատցնեմ, բոլորը շատ թանկ են։ Սոնա ջան, մենք շատ շնորհակալ ենք քեզնից։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ես մեծ բավականություն ստացա, ես մի քանի անգամ եղել եմ քո դպրոցում ու միշտ հիացմունքով եմ հետևում, թե երեխաները ինչ հաճույքով են գալիս, գնում, ծնողները ինչ սիրով են քո հետ շփվում։ Դա շատ կարևոր է, երբ որ դու ստեղծել ես մի տեղ, որտեղ երեխաները ստանում են կրթություն, բայց դրա հետ նաև համատեղ նրանք դաստիարակվում են որպես մարդ, դա շատ կարևոր է այսօր մեր ժամանակներում, այսպիսի մի չգրված օրենք կա, ասում են Ամերիկայում երեխա դաստիարակելը շատ դժվար է, ես դրա հետ համաձայն չեմ, երեխա դաստիարակելը բոլոր տեղերում է դժվար, երեխա դաստիարակելը դա շատ մեծ աշխատանք է, դու այսօր այդ աշխատանքը վերցրել ես քո ուսերին, մի մեծ ամբողջ դասատուների կանգնած է քո մեջքի հետևում, դու էլ իրանց մեջքի հետևում եւ կրթում եք մեր երեխաներին հայրենիքից հեռու դասավանդում եք ժողովրդական գործիքներ, ես շատ զարմացած էի կանոնի հետ կապված, ես շատ ուրախ եմ կանոնի հետ կապված, ես քեզ մեծ հաջողություններ եմ մաղթում, շնորհակալություն, որ մեզ ընդունեցիր, մենք դեռ էլի կհանդիպենք, դու մեզ խոստացել ես Քրիսմասին հրավիրել ձեր հանդեսներից մեկի։ Անպայման շնորհակալ եմ, որ եկաք եւ հաճել էր զրույցը, մերսի շատ ձեզ։ Շնորհակալություն։ Մերսի շատ։ Ստեսին ձեզ։